Այո, ես ներկայացնեմ այն աշխատանքը, ինչը կատարվում է ծառայության կողմից, հրդեհները վաղ ծագման շրջանում կանխելու, կանխարգելելու կամ մարելու ուղղությամբ։ Ուրեմն ամենակարևորը եւ առաջինը, որ յուրաքանչյուր տարի մինչեւ մարտի 31-ը մշակվում եւ փրկարար ծառայության համաձայնեցմանն է ներկայացնում անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանը, որպես այդ աշխատանքները կազմակերպելու, արդյունավետ կազմակերպելու եւ իրականացնելուն ուղղված հիմնական մեծ ծավալուն փաստաթուղթ։ Պլանով ուրեմն նախատեսում են հրդեհաշիժման աշխատանքին մասնակից անձանց վերաբերյալ տեղեկատվություն, տարածքում առկա գետերի, աղբյուրների եւ ջրավազանների մասին տեղեկատվություն, նախատեսում է տեղեկատվություն ուղղաթիռի վայրեջքի տեղադիրքերի վերաբերյալ, հրդեհաշիժման աշխատանքների մասնակից անձանց սնունդով եւ ջրով մատակարարելու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ նախատեսվում են հանրային իրազեկման աշխատանք կատարելու հետ կապված կարգավորումներ եւ ժամանակացույց։ Հանրային իրազեկման աշխատանքների շրջանակներում նախ ասեմ, որ այդ աշխատանքներին մասնակցում ենք եւ մենք էկոպարեկային ծառայություն, որպես էկոպարեկային ծառայություն, փրկարար ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, որի շրջանակներում իրազեկման աշխատանքներ են իրականացվում, լայն իրազեկման աշխատանքներ, պաշտոնական կայքի էջերի միջոցով, սոցցանցերի միջոցով, ինչպես նաև անտառամերձ տարածքներում զգուշացնող ցուցանակներ փակցնելու եւ սահմանափակումները մատչելի ներկայացնելու վերաբերյալ պաստառներ փակցնելու միջոցով։ Իսկ քանի որ ծառայությունը նոր է, ձեր ռեսուրսների տեխնիկական հագեցվածության մասով ինչ կասեք, որքանով եք համալրվել այս ընթացքում։ Այդ մասով կասեմ, որ ծառայությունը տիրապետում է եւ տնօրինում է հակարդային գույքի, որի կազմում ներառված են կրակ մարիշներ, կրակ թակիչներ, քլունգներ, բահեր, ռեսպիրատորներ եւ հրդեհաշիջում իրականացնելու համար այլ անհրաժեշտ առարկաներ եւ գործիքներ, ավելին ասեմ, համալրված Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է արդեն հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ համակարգով կահավորված 7 ամենագնաց պիկապ թափքով մեքենաներով, ուրեմն համակարգը բաղկացած է 500 լիտր տարողունակությամբ ջրի բաքերից եւ բարձր ճնշման մոտոպոմպերից եւ ռետնե խողովակներից, ուրեմն հաշվի առնելով այն հանգամանքը, որ անտառային տարածքները, անտառային ճանապարհները շատ ժամանակ դժվար անցանելի են, հրդեհաշիջում իրականացնող մասնագիտացված տեխնիկան դժվար է կարողանում մոտենալ օջախներին եւ այդ առումով ամենագնաց մեքենաները հնարավորություն ունեն ավելի մոտենալու հրդեհի ծագման օջախներին եւ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել արդեն 40-50 մետր հեռավորությունից։ Շատ լավ, պարոն